մենք երբեմն սվիններով ենք ընդունում որոշ կամ քննադատություններ կամ առաջարկներ, ես իմ պատկերացումներն ունեմ այդ երևույթի մասին եւ մտածում եմ, որ այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ նման երևույթներ գրեթե չկան եւ իմ պատկերացումները հիմնավորված է իմ անձնական փորձով Ինչու, որովհետև ես մի շարք հանդիպումներից հետո ինձ համար արել եմ արձանագրումներ, որ մենք քաղաքասարակության ներկայացուցիչների հետ նույն ուղղությամբ ենք նայում։ Ինչու, որովհետև այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, որպես կանոն կամ մշտապես տեսանելի են մեզ համար, եւ մենք իրոք գործնական քայլեր ենք անում, որպեսզի այդ խնդիրները հաղթահարվեն եւ մեր գրանցած արդյունքը հաջողության տեսքով կարծում եմ, որ բավարար է, որ խոսենք այն մասին, որ մենք եւ քաղաքասարակությունը կանգնած ենք ոչ թե իրար մեջ-մեջքի տված եւ նայում ենք տարբեր կողմեր, այլ կանգնած ենք այլևս իրար կողք եւ նայում ենք նույն ուղղությամբ։ Եվ այս ամենի համար նաև շնորհակալություն եմ հայտնում հենց ձեզ, սիրելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է ՍԵՊԱ-ին, ապա պետք է նշեմ, որ Արդարադատության նախարարությունը աշխատանքների համակարգման համատեքստում ունի առաջնային դերակատարում, ինչու, որովհետև ճանապարհային նոր քարտեզի մշակման աշխատանքները իրականացվել է մեծապես մեր ոչ թե կողմից, այլ մեր օժանդակությամբ եւ օգնությամբ, եւ սա է պատճառը, որ մենք ամեն ինչ գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ ի վերջո համապատասխանենք համաձայնագրին եւ ի վերջո կատարենք մեր արժեվ դրված խնդիրը։ Մենք այն միտքն ունենք, որ տնային աշխատանքը, որ պետք է կատարվի, բազմասպեկտ է, բազմաշերտ է եւ ունենք հանձնառություն դա օր առաջ կատարելու եւ այս նոր ճանապարհային քարտեզը տալու է մեզ նոր հնարավորություններ ավելի արդյունավետ, արագ եւ որակյալ աշխատանք կատարելու, ինչու, որովհետեւ արդյունքային ցուցիչները KPI-ները շատ հստակ կերպով են ձևակերպված եւ մենք հիմա աշխատում ենք մոնիտորինգի համապատասխան պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլորը, այդ թվում քաղաքասարակության ներկայացուցիչները, ցանկության պարագայում օգտվելով այդ հարթակից կարողանան պատկերացում կազմել, թե որ միջոցառումը կատարման որ փուլում է գտնվում։ Օրինակ, ինչ դիրեկտիվ է մոտարկվել, երբ է մոտարկվել, որոնք չեն մոտարկվել, ինչ նախագիծ է ընդունվել, որ փուլում է նախագիծը, ընդունվել է թե չի ընդունվել։ Մի խոսքով մոնիտորինգի այս գործիքը հնարավորություն է տալու նաև պետական մարմիններին շատ ավելի ուշադիր լինել իրենց կողմից կատարվելիք աշխատանքում եւ գործել շատ ավելի արագ ու արդյունավետ։ Սա եւս մեր եւ ձեր երկխոսության արդյունքն է եւ հավակնում է դառնալ եւս մեկ հաջողության պատմություն։ Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարությանը, ապա մենք ըստ էության 3 հիմնական միջոցառում ունենք իրականացնելու ՍԵՊԱ-ի շրջանակներում։ Դրանցից առաջինը խտրականության դեպքերի կանխարգելմանն է միտված եւ հիմնականում կապված է խտրականության դեմ պայքարի ոլորտում համապարփակ օրենսդրություն ընդունելու հետ, ինչպես նաեւ soft skill-երի կիրառմամբ այդ տրեյնինգներ իրականացնելու հետ եւ մյուս մասն էլ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտին եւ այս երկու ուղղությամբ էլ իրականում բավականին մեծ աշխատանք է կատարվել հատկապես անձնական տվյալների պաշտպանության ոլորտում այլևս կարող ենք արձանագրել, որ ունենք նոր լիազոր մարմին ստեղծելու հայեցակարգ, որը հաստատվել է կառավարության կողմից եւ այժմ աշխատում ենք օրենսդրական նախագծի շուրջ, հույս ունենալով, որ առաջիկայում 1-2 տարվա ընթացքում մեր պետությունում կսկսի գործել անկախ ինքնավար մարմին, որը պատասխանատու կլինի անձնական տվյալների պաշտպանության համար։ Իհարկե արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս ես առաջնահերթ պետք է խոսեմ դատաիրավական բարեփոխումների մասին, որովհետև սա այն ոլորտն է, որ բոլորին է հետաքրքրում։ Վարչապետը արդեն խոսեց ինչ-որ չափով արդարության, արդարադատության, դրանց համընկնելու, հոմանիշներ լինելու կամ չլինելու վերաբերյալ ընկալումների մասին եւ այդ ընկալումների տարբերության մասին եւ իր խոսքում կարմիր թելով մի միտք էր
արտահայտվում առայն, որ ինստիտուցիոնալ բարեփոխումն է լուծումը եւ լուծումը միայն ինստիտուտների եւ process-ի ճիշտ գործելու մեջ է եւ մենք հենց այս հանձնառությամբ էլ առաջ ենք շարժվում, որպեսզի ապագայում մենք ունենանք կանխատեսելի արդարադատություն քաղաքացիների համար այն տեսանկյունից, որ չափանիշները արդարադատության իրականացման կլինեն հստակ։ Սկսած ողջամիտ ժամկետներում գործի լուծման ակնկալիքի բավարարումից վերջացրած արդար եւ արդյունավետ արդարադատության իրականացում։ Եվ այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը բազմաթիվ են։ Մենք առաջ ենք շարժվել այն հանձնառությամբ, որ պետք է բոլոր դատարաններում սահմանենք գործերի քննության հստակ ժամկետներ, քաղաքացիական եւ վարչական դատարաններում այդ ժամկետները սահմանված են, վարչական վերաքննիչ դատարանում եւս ժամկետները սահմանված են եւ որպես կանոն մենք խոսում ենք 6 ամսյա կամ 1 տարվա ժամկետի մասին, այսինքն այդ ժամկետները բավականին սեղմ են եւ մենք հույս ունենք, որ դրանք կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը պետք է բխի նաև մեր այլ փոփոխություններից, որոնք միտված են դատարանները բեռնաթափելուն եւ տարբեր դատարանների մասով մենք ունենք տարբեր լուծումներ։ Քաղաքացիական դատարանի մասով արդեն ունենք բարվոք վիճակ, քանի որ քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը 80%-ով նվազեցված է, այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ ապացույցների հետազոտման գործընթացը լինի ավելի ճկուն, բոլոր դատարաններում նախատեսում ենք այնպիսի կարգավորումներ, որ գործը այլ դատավորի մակագրվելուց հետո գործի քննությունը ոչ թե սկսվի 0-ից, այլ այն կետից, որտեղ թողել է նախորդ դատավորը եւ գնացել է օրինակ, չգիտեմ, տուն, թոշակի կամ տեղափոխվել է այլ դատական ատյան իր աշխատանքը շարունակելու եւ այլն։ Վարչական դատարանի մասով մենք թիրախավորել ենք վարչական մարմինների ոչ արդյունավետ աշխատանքը եւ փորձելու ենք ավելի արդյունավետ դարձնել վարչարարությունը։ Այս համատեքստում աշխատում ենք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ, որովհետեւ վիճակագրական տվյալները փաստում են, որ ամենաշատ վարչարություն իրականացնող մարմինը հենց իրենք են եւ իրենց կողմից կայացված ակտերն են ամենաշատը փոխարկվում վարչական դատարանում եւ վերջին փոփոխություններով գուցեև տեղյակ եք մենք սահմանափակել ենք վարչական վերաքննիչ դատարաններ բողոք ներկայացնելու վարչական մարմինների իրավունքը ուսումնասիրելով վիճակագրությունը տեսել ենք որ 30% գործերի դեպքում դրանք 300,000 դրամ տուգանք պարունակող ակտերն են, բողոքարկվում են վերաքննիչ դատարան, հենց վարչական մարմինների կողմից, եւ ուղղակի օրենքով սահմանել ենք արգելք նման բողոքներ ներկայացնելու, հետեւաբար արդյունքը լինելու է այն, որ վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը առաջիկայում նվազելու է 30%-ով, հնարավորություն տալով դատարանին կենտրոնանալ այլ գործերի քննության վրա եւ ավարտել դրանք ավելի սեղմ ժամկետներում։ Համանման փոփոխություններ նաև նախատեսում ենք քրեական դատարանում եւ այս ուղղությունը որպես հիմնական ուղղություն որդեգրելով մենք առաջ ենք շարժվելու նաև առաջիկայում։ Նաև թվայնացման գործիքների մասին կցանկանամ խոսել, մենք որպես առաջնահերթություն մեզ համար որպես կառավարություն սահմանել ենք թվայնացումը եւ արդարադատության նախարարությունն էլ անմասն չի մնացել այս օրակարգից, արդեն մեր երկրում երկու դատավարություններ թվայնացված են, քաղաքացիականը եւ վարչականը, անկեղծ լինելով ասեմ, որ քաղաքացիականը գործում է շատ ավելի մեծ խնդիրներով, քան վարչականը, այն պարզ պատճառաբանությամբ, որ քաղաքացիական դատավարության թվային գործիքը առաջինն էր, որը գործարկվեց մեր երկրում, եւ նաեւ արձանագրված խնդիրները վերհանելով եւ դրանք հասցեագրելով մշակվեց վարչական դատավարության թվային գործիքը, որից արձագանքները բավականին դրական են։ Իհարկե մենք ամենօրյա աշխատանքի միջոցով որոշակի տեխնիկական շտկումներ դեռևս իրականացնում ենք եւ հաջորդ գործիքները պետք է լինեն սնանկության էլեկտրոնային թվային գործիքը, որը շատ շուտով կգործարկվի մեր երկրում եւ նաեւ աշխատում ենք քրեական դատավարության շուրջ։ Շատ հաճախ բարձրացում է խնդիր
գործերի ավտոմատ մակագրման հետ կապված մենք պատասխանատու կերպով ասել ենք, որ տեխնիկական թիմի հետ աշխատելով փորձելու ենք լուծումներ գտնել եւ առաջիկա ամիսների ընթացքում ես հույս ունեմ լուծումը հայտնաբերվելուն պես մենք կլուծենք նաև այդ խնդիրը։ Էլեկտրոնային թվային ծանուցումների համակարգ ենք ստեղծել, որպեսզի պատշաճ ծանուցված համարվեն մեր քաղաքացիները որոշակի իրավիճակներում, ավելի ճիշտ միշտ, ինչու, որովհետև ծանուցումներ չստանալու սովորություն կա ցավոք սրտի մեր երկրում եւ բարեխիղճ անձինք կամ մարմինները, որոնք փորձում են ծանոթել մեր քաղաքացիներին, կանգնում են խնդրի առաջ, սա եւս մեկ կարևոր փոփոխություն էր ոլորտում, որը տեղի ունեցավ, եւ այսպիսի փոփոխություններն իրականում շատ են, բայց ես չգիտեմ ժամանակ ունեմ խոսելու այդ մասին, թե ոչ չունեմ, եթե հարցեր կլինեն, սիրով պատրաստ եմ պատասխանել, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի Լուսինե, այս միջոցառման կազմակերպման համար, կարևորում եմ երկխոսությունը պետություն եւ քաղաքասարակություն եւ այն կարծիքն ունեմ, որ այսօր այդ երկխոսությունը իրապես ստացված է եւ մենք կրկնում եմ, նայում ենք նույն ճանապարհով եւ գնում ենք խնդիրների հայտնաբերման, թիրախավորման եւ լուծման ուղղությամբ։ Շնորհակալություն։